հետաքրքրություն է առաջանում, դատապարտյալ կինը հղի է, բերել են նույն ձևով, երբ որ այդ տեղեկատվությունը տարածվում է, հետագայում կարող է խնդիրներ առաջացնել, թե նույն հիվանդասենյակում գտնվող այլ կանանց հետ կամ տեսակցություններ գալու գնալու հետ կապված թավոք սրտի մեր մոտ բժշկական գաղտնիքը դեռ ամբողջ ծավալով չի ընկալվում եւ մարդիկ կարող են լինելով բուժ աշխատողներ ակամա իմանան այդ տեղեկատվությունը եւ սուրճ խմելու ժամանակ սկսեն պատմել, բա այսօր եկավ մի այսպիսի հիվանդ, այս ինչ խնդիր ուներ, կարող է ասել, հա, օրինակ սա այն երևանյան հիվանդությամբ հիվանդ անձն է կամ կարող են դուռը բացեն, ով է երևանյան հիվանդությունով, եկեք ներս։ Եթե խոսքը գնում է դատապարտյալների պարագայում, իրանց մոտ սա մի փոքր ավելի սրանում է, ինչու՞, որովհետև իրանք չունեն նաև ընտրության հնարավորություն։ Ամեն դեպքում խտրականությունից զերծ պահել չի լինում այդ պայմաններում, ճիշտ եմ հասկանում։ Միանշանակ, որտեղ ինքը ակամա դառնում է հատուկ ուշադրության կենտրոնում։ Ինձ կին դատապարտյալները շատ էին բողոքում, որ նույնիսկ կարող եմ մեջբերել ուղիղ մեջբերում, ասում էին, որ կանանց մոտ գողական է այդ բամբասանքն է։ Ոնց է ստացվել, որ դատապարտվել է, հղի է արդեն դատապարտվել, թե հղեղացել է պատիժը կրելու ընթացքում, դա ոնց է դա տեղի ունեցել, հետո վա իր մոտ եկել երկարատև տեսակցության, իմացել են, որ կինը դատապարտվել է երեխայի սպանության համար, օրինակ շատ բացասական էին վերաբերվում այդ կնոջը, դոմմալյուտկի այսպես էր կոչվում, կային աշխատող կանայք, ովքեր որ ունեին պեդոֆիլական հակումներ։ Բարև ձեզ, դուք լսում եք, դիտում եք Մեծ գործ փոդքասթը, ես Աստղիկ Կարապետյանն եմ, այսօր իմ հյուրը քրեական արդարադատության փորձագետ, իրավաբանական գիտությունների թեկնածու փաստաբան Դավիթ Թումասյանն է։ Բարև ձեզ, պարոն Թումասյան։ Ինչպե՞ս եք։ Շնորհակալություն դուք։ Ես էլ լավ եմ, շնորհակալություն։ Պարոն Թումասյան, այսօր խոսելու ենք վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին։ Մասնավորապես քրեակատարողական հիմնարկներում գտնվող անազատության մեջ պահվող կանանց իրավունքների մասին։ Նախ եւ առաջ ըստ ձեզ ինչու է պետք խոսել այս կանանց մասին։ Հաշվի առնելով, որ արդարադատության համակարգի հետ առնչվող ցանկացած անձ ինքը բախվում է շատ լուրջ հոգեբանական խնդրի, որը որ անդրադառնում է թե նրա առողջության, թե նրա մտածելակերպի, թե նրա վարքագծի վրա, տրամաբանական է, որ այս անձանց մոտ ավելանում է խոցելիությունը։ Եվ խոցելիությունը ավելանում է ոչ միայն առօրյա կյանքում, այլ նաև իրավունքների պաշտպանության, այդ իրավունքների իրացման կամ նաև որոշ իրավունքների կորստի առնչության, ինչը չի կարող անհետևանք մնալ։ Իհարկե, եթե մենք նայում ենք խոցելիության տեսանկյունից, դատապարտյալների եւ կալանավորված անձանց պարագայում առավել խոցելի են կանայք եւ անչափահասները, որոնք թե իրենց տարիքային, թե իրենց հոգեբանական, թե տարբեր այլ առանձնահատկություններից ելնելով հատուկ վերաբերմունքի կարիք ունեն, ինչը եւ արտահայտվում է միջազգային փաստաթղթերում, որովհետեւ ցանկացած կոնվենցիայի առնչությամբ մենք միշտ ունենում ենք ընդգծում, որ կանանց եւ անչափահասների իրավունքների առնչությամբ պետք է ունենալ հատուկ մոտեցումներ, ներառյալ նաեւ վերարտադրողական առողջության տեսանկյունից։ Դուք համահեղինակ եք վերարտադրողական առողջության իրավունքին վերաբերվող մեծ հետազոտության, խնդրում եմ ասեք հիմնականում ինչ իրավունքներ եք անդրադարձել եւ հիմնականում որ իրավունքներն են, որ խախտվում են անազատության մեջ գտնվող կանանց դեպքում։ Նայեք, որպեսզի ասենք, որ ինչ-որ մի հատուկ իրավունք է խախտվում, ոչ։ Միշտ պետք է հիշել, որ անազատության պայմանները դա նույն մեր ազատության պայմանների ուղղակի սահմանափակ իրավիճակն է եւ այն խնդիրները, որ մենք ունենք մեր առօրյայում, պրոյեկտվում են նաեւ անազատության պայմանների վրա եւ կինը, որը որ բախվում է առողջապահական համակարգի հետ, ինքը ունենում է նույն խնդիրները իջ այնտեղ։ Եվ սկսած տեխնիկական բնույթի որոշ առանձնահատկություններից վերջացրած նաեւ անձնական տվյալների գաղտնիության, բժշկական գաղտնիքի, այդ ծառայությունների հասանելիության բոլոր խնդիրները, որ մենք ունենք, կան նաև այնտեղ։ Եվ ինչ մենք խոսենք, մենք կարող ենք խոսել երկու ստեգում։ Եվ ազատության եւ անազատության պայմանների առնչությամբ։ Օրինակ, մասնավորապես, երբ որ կանայք գնում են բժշկի մոտ եւ ունեն ինչ-որ գինեկոլոգիական խնդիր, որի պարագայում պետք է կոնֆիդենցիալ հանդիպեն, տրամաբանական է այստեղ համար մեկ խնդիրը կայանում է նրանում, որ նույն աշխատասենյակում չլինեն այլ բժիշկներ կամ բուժանձնակազմ, որը որ ականատես չլինի այդ ամեն ինչին։ Երբ որ նմանատիպ խնդիր ունի դատապարտյալ կամ կալանավորված կինը, սա արդեն մի փոքր ավելի
բարդանում է, ինչու, որովհետև սկսում են ասել, որ ինքը դատապարտյալ է կամ կալանավորված։ Ընդ որում որևիցե նշանակություն չունի նա դիմել է ընթացիկ ինչ-որ ստուգումների համար, թե հղիության հետ կապված է դիմել նման ծառայությունների։ Այսինքն սա համար մեկ խնդիրն է, որը որ մենք պետք է կարգավորենք, կոնֆիդենցիալությունը։ Իդեպ մենք վերջին շրջանում խոսում ենք մանկաբարձական բռնություն երևույթի մասին, եւ այս երևույթը կանխելուն ուղղված մշակվել են 7 ունիվերսալ իրավունքներ, որոնք պետք է պահպանվեն, որպեսզի նվազեցվի մանկաբարձական բռնությունը, եւ այդ մեկուսիությունն ու գաղտնիությունը այդ իրավունքների մեջ են մտնում։ Իրականում այս դեպքում ոչ միայն կանայք ընդհանրապես ինչպես նշեցիք, այդ նույն խնդիրներն են, բայց այս դեպքում իրանք ավելի խոցելի են։ Այո, ավելի սրանում են, որովհետև այստեղ նաև երբեմն հետաքրքրություն է առաջանում, դատապարտյալ կինը հղի է, բերել են, նույն ձևով, երբ որ այդ տեղեկատվությունը տարածվում է, հետագայում կարող է խնդիրներ առաջացնել, թե նույն հիվանդասենյակում գտնվող այլ կանանց հետ կամ տեսակցություններ գալու գնալու հետ կապված, այսինքն մենք ստեղ պետք է հնարավորինս միջավայրը այնպես ապահովենք, որպեսզի կինը չլինի ավել հետաքրքրության առարկա, այսինքն որտեղ ինքը դառնում է շատ լուրջ հետաքրքրության օբյեկտ, որին որ սկսում են ուսումնասիրել եւ հետազոտել, իսկ միջազգային բոլոր փաստաթղթերը ասում են, որ բժշկական օգնություն եւ սպասարկում տրամադրելու ժամանակ ցանկացած դատապարտյալի, ընդ որում ոչ միայն կանանց, այլ նաեւ տղամարդկանց պարագայում պետք է ապահովել այնպիսի պայմաններ, որ նրանք չլինեն հավելյալ ուշադրության կենտրոնում եւ նրանց վրա չսևեռվի ուրիշների եւ մասնավորապես հասարակության ուշադրությունը։ Դրա հետևանքով այլ իրավունքներ խախտվում են, օրինակ նաև հենց նույն հարգալից կամ արժանապատիվ բուժօգնություն ստանալու իրավունքը։ Նայեք, տվյալ դեպքում նախ եւ առաջ սկսվում է անհատական process, որովհետեւ լինում են դատապարտյալներ, որոնք որ կաշկանդվում են եւ այլևս չեն ցանկանում մանրամասնել որոշակի խնդիրներ եւ լռում են դրա մասին։ Այստեղ մենք արդեն խոսում ենք արդյունավետ առողջապահության մասին եւ եթե դատապարտյալը դիմել է բժշկի եւ չի կարողանում ամբողջ ծավալով ներկայացնել խնդիրը, այստեղ կարող է արդեն խնդիր առաջանա բուժման արդյունավետության, բուժման տևողության եւ միայն երբ որ կլինիկական նշանները կամ ինչ որ այլ նշաններ չեն վերանում, ինքը նոր սկսում է բացահայտել եւ երբ որ բժիշկը ասում է, իսկ ինչու չեք պատմել, ինքը ասում է դե ամանչեցի, որովհետեւ սենյակում մարդիկ կային, կար ինչ որ այլ անznավորություն եւ այլն։ Երկրորդ գործոնը, որ այստեղ այդ նույն տեղեկատվության արտահոսքի խնդիր կարող է առաջանալ, ինչու որովհետև ցավոք սրտի մեր մոտ բժշկական գաղտնիքը դեռ ամբողջ ծավալով չի ընկալվում եւ մարդիկ կարող են լինելով բուժաշխատողներ ակամա իմանան այդ տեղեկատվությունը եւ սուրճ խմելու ժամանակ սկսեն պատմել, բայ այսօր եկավ մի այսպիսի հիվանդ, այս ինչ խնդիր ուներ, առավել եւս եթե ինքը դատապարտյալ է, դա կարող է նաեւ ինչ-որ քննարկման առարկա դառնա, որ օրինակ դատապարտյալը sense խնդիր ուներ եւ այլն, որը որ միանշանակ անթույլատրելի է։ Այդ նույն անձնական հանդիպումների կամ շփումների ժամանակ մասնագիտական տեղեկատվություն քննարկել ինքը խստիվ արգելվում է եւ սա մի փոքր հոգեբանական եւ միգուցե նաեւ էթիկայի խնդիր է, որ բոլոր բժիշկները պետք է դա պահեն։ Ավելին երբեմն խոսում են բժշկական, այսպես ասած, իմունիտետի կամ դեֆորմացիայի մասին, երբ որ բուժ անձնակազմը ինքը այնքան է սովորել այդ տերմինների օգտագործմանը, որ ինքը կարող է ասել, հա, օրինակ, սա այն երևանյան հիվանդությամբ հիվանդ անձն է, կամ կարող են դուռը բացեն, ով է երևանյան հիվանդությունով, եկեք ներս։ Եվ շուրջ բոլորը գտնվող անձանց համար դա միանշանակ շատ խորտ տեղեկատվություն է, բժիշկը միգուցե դա այդ պահին չի գիտակցում, որ ինքը պիտակավորեց այդ անձին, խտրական վերաբերմունք դրսևորեց, բայց մարդու իրավունքների տեսանկյունից դա լրջագույն խնդիր է, որի հետ կապված մենք դեռ անելիքներ ունենք։ Լավ, խոսենք տեղեկացված համաձայնություն տալու իրավունքի մասին։ Հիմնականում նույնիսկ ազատության մեջ գտնվող կանանց դեպքում գրեթե համատարած է, երբ կատարվում են ինչ-որ բժշկական միջամտություններ եւ կինը չի իմանում, իրազեկված չի լինում, նախ հենց այդ պահին չեն ասում ինչի համար է արվում, ավելին չեն ասում, ուզում ես անենք թե չէ, այդ մասով ինչքանով են խոցելի անազատության մեջ գտնվող կանայք։ Սա շատ լրջագույն խնդիր է, որովհետև տարբեր տեսությունների եւ կոնցեպտների շրջանակներում քննարկելու ժամանակ մենք բախվում ենք այդ իրավիճակի։ Նախ եւ առաջ իմ մարմնին իմն է սկզբունքը գոյություն ունի, որի պարագայում անձը պետք է կարողանա կառավարել եւ ղեկավարել իր մարմինը։
Երկրորդը, եթե մենք ունենք բժշկական միջամտության անհրաժեշտություն, այստեղ գալիս է արդեն իրազեկման պատշաճ տեղեկատվությունը պացիենտին ներկայացնելու եւ պացիենտի համաձայնությունը ստանալու իրավունքի իրացումը, որի պարագայում անկախ նրանից թե ինչ կարգավիճակում է գտնվում պացիենտը, դատապարտյալը կալանավորված է ազատության պայմաններում է, ինքը առնվազն պետք է իմանա թե ինչ միջամտություն է իրականացվում, այդ միջամտությունը ինչ նպատակ է հետապնդում եւ միջամտությունը ինչ հետևանքներ կարող է առաջացնել։ Եթե այդ կոմպոնենտներից որևիցե մեկի առնչությամբ անձը չի իմանում, դա արդեն կարող է մարդու իրավունքների խախտում դիտարկվել, որովհետև կախված նրանից, թե ինչ ակնկալիքներ ունի պացիենտը, կարող է ինքը համաձայնվել կամ չհամաձայնվել։ Ավելին մենք ունենք բազմաթիվ ձևանմուշներ, որոնք որ թույլ են տալիս անձին հրաժարվել այս կամ այն բժշկական օգնություն կամ սպասարկում ստանալուց, եթե ինքը ինչ-ինչ հանգամանքներով չի ուզում կամ չի ցանկանում այդ մանիպուլյացիայի ենթարկվել։ Օրինակ անձը կարող է հրաժարվել արյան փոխներարկումից, իր կրոնական հայացքներից ելնելով անձը կարող է հրաժարվել ինչ-որ կոնկրետ դեղորայքի ընդունումից եւ այլն։ Այսինքն սա միանշանակ հիմնարար սկզբունքներից եւ իրավունքներից մեկն է, որը պետք է պահպանել ցանկացած իրավիճակում պացիենտի հետ աշխատելու ժամանակ։ Եթե խոսքը գնում է դատապարտյալների պարագայում, իրանց մոտ սա մի փոքր ավելի սրանում է, ինչու՞, որովհետև իրանք չունեն նաև ընտրության հնարավորություն։ Եթե ազատության պայմաններում կինը ինքը կարող է որոշել, որ պոլիկլինիկան գնալ, որ հիվանդանոց այցելել, կամ եթե ինչ-որ մի բժիշկը իրան դուրս չի գալիս կամ իր կարծիքով ամբողջական տեղեկատվություն չի հայտնում, նա կաշկանդված չէ եւ կարող է գնալ մեկ այլ հաստատություն։ Իսկ քրեակատարողական համակարգի պարագայում ինքը բավականին խնդրահարույց է, որովհետև շատ քիչ հիվանդանոցների հետ կան պայմանագրեր, հիմնականում օրինակ Աբովյան են տանում կամ ինչ-որ մոտիկ այլ տեղեր, որտեղ իրենք կարող են ստանալ այդ կոնսուլտացիան կամ նույնը օրինակ այցելող բժիշկների առումով։ Այսինքն կան բժիշկներ, որոնք որպես հաստիկային այնտեղ ամենօրյա առօրյա աշխատանք են իրականացնում եւ կան մասնագետներ, ովքեր որ հրավիրալի կարգավիճակով շաբաթվա ընթացքում կոնկրետ օրերի գալիս են, այցելում են, իրենց ծառայություններն են մատուցում։ Եվ ըստեղ այդ իրազեկումը ինքը խիստ կարևորվում է։ Նաեւ մի կարևոր առանձնահատկություն մենք ունենք, քրեակատարողական հիմնարկներից մեկը դա դատապարտյալների հիվանդանոցն է, որը ունի կանանց համար նախատեսված բաժանմունք եւ այնտեղ գտնվում են միայն դատապարտյալ եւ կալանավորված տղամարդիկ։ Այսինքն սա էլ մի փոքր դժվարություններ է ստեղծում, ելնելով այն հանգամանքից, որ եթե կին է եւ ինքը նմանատիպ բուժման կարիք ունի, ոնց որ եւ դատապարտյալ տղամարդը, ապա ինքը միանգամից տեղափոխվում է առողջապահության նախարարության ենթակայությամբ գործող որևիցե մի հաստատություն եւ այդ բուժ հաստատությունում է ինքը գտնվում, որտեղ որ օրենքով նախատեսված է։ Բայց դա ավելի լավ չէ։ Նայեք հիմա մեկնաբան է, որտեղ որ նախատեսված է, որ պետք է պարտադիր իրականացվի նույն կանոնների պահպանումը, ինչ որ իր անվտանգային գոտու համապատասխան պայմաններն են։ Այսինքն եթե ինքը գտնվում է բարձր անվտանգային գոտում կամ միջին անվտանգային գոտում, անկախ նրանից խիստ թե մեղ պայմաններն են, նշանակում է, որ իր հիվանդասենյակի առնչությամբ նույն ռեժիմն է կիրառվում։ Եվ այնտեղ մուտքն ու ելքն է վերահսկող, այնտեղ պետք է մշտապես լինեն աշխատակիցներ, այսինքն անվտանգությունը պետք է ապահովի։ Եթե ինչ-որ մեկը փորձում է հանձնու կամ ծանրոց բերվել, ինքը պարտադիր պետք է ստուգվի, խուզարկվի, ուսումնասիրվի։ Եվ ակամա ստացվում է, որ եթե այդ կինը գտնվում է այնպիսի պայմաններում, որտեղ որ իրան տեսնում են, միանգամից ինքը առանձնանում է, պիտակավորվում է եւ ակամա դառնում է ուշադրության կենտրոնում։ Սա մի փոքր խնդրահարույց է հենց այն տեսանկյունից, որ ճիշտ է, մենք ասում ենք ինտեգրում ենք եւ ինքը ընդհանուր հիմունքներով ուրիշների հետ է ստանում այդ ծառայությունը, բայց արդյունքում ինքը դառնում է անհարկի ուշադրության կենտրոնում, որովհետեւ թե այցելուները, թե այլ բուժառուները իրենք արդեն սկսում են այդ կնոջ մասին խոսալ, ինչ որ ուշադրություն դարձնել, նույն աշխատողներին են սկսում խոսացնել, ինչ որ տեղեկություններ պարզելու եւ այլ անհարկի տարբեր ինչ որ հարցեր են առաջանում։ Դրա համար այո, շատ լավ է, որ իրանք ստանում են ընդհանուր հիմունքներով այդ օգնությունը, բայց մաքսիմալ պետք է պայմանները դարձնել այնպես, որպեսզի չխախտվի նախորդիվ ներկայացված իրավունքը։ Այդ հետաքրքրությունից զերծ պահելը։ Հենց դա է հարցնում։ Ամեն դեպքում խտրականությունից զերծ պահել չի լինում այդ պայմաններում, ճիշտ եմ հասկանում։ Միանշանակ, որտեղ ինքը ակամա դառնում է հատուկ ուշադրության կենտրոնում եւ եթե ուղղակի ազատության պայմաններում կինը հղիացել է եւ գնում է
բուժզնման, ծննդաբերում է կամ ինչ-որ այլ բժշկական միջամտություն է ստանում, հաստատ ոչ մեկի մոտ հարց չի առաջանում, ինչու ինքը ամուսնացած չի, ինչու է երեխա ունենում, իսկ եթե նման իրավիճակ լինում է դատապարտյալի մոտ, դա ակամա միշտ ինչ-որ խոսակցությունների ուշադրության տեղիք է տալիս, ոնց է ստացվել, որ դատապարտվել է, հղի է արդեն դատապարտվել, թե հղեղացել է պատիժը կրելու ընթացքում, դա ոնց է դա տեղի ունեցել, հետո վա իր մոտ եկել երկարատև տեսակցության եւ լիքը նմանատիպ հարցեր, այսինքն ակամա միշտ այդ անձի վրա կա մի փոքր ավելի շատ ուշադրության սևեռում։ Իդեպ այդ բամբասանքների մասով ինձ կին դատապարտյալները շատ էին բողոքում, որ նույնիսկ կարող եմ մեջբերել ուղիղ մեջբերում, ասում էին, որ կանանց մոտ գողական է այդ բամբասանքն է, որ իրարից բամբասում են ու դա շատ մեծ խժդժություն, իրենց իսկապես դա անհանգստացնում է։ Դուք ինչ-որ արձագանքներ ստացել եք այդ մասով։ Այսինքն որ բամբասանք կա։ Որ բամբասանք կա նույն այդ բժշկական հիմնարկների ժամանակ ով գնաց եկավ, ով եկավ եւ բժշկական եւ ոչ բժշկական նույնիսկ անազատության պայմաններում իրանց մոտ ով է տեսակցության գալիս, ասենք օրինակ տղամարդ եկավ տեսակցության։ Հասկացա, այստեղ խոսքը գնում է արդեն անձնական կյանքի մասով։ Այո, միանշանակ բոլոր դատապարտյալների պարագայում, անկախ նրանից կին է թե տղամարդ, ինքը միշտ լինում է ուշադրության կենտրոնում։ Եվ բոլոր դատապարտյալների առնչությամբ ով է գալիս տեսակցության, ինչ հաճախականությամբ է գալի, ինչու է գալի տեսակցության, ինքը միշտ լինում է, այսպես ասած, ոչ միայն բամբասանքների, այլ երբեմն նաև ուսումնասիրության առարկա, որովհետև այլ դատապարտյալները, երբեմն նաև քրեակատարողական ծառայության աշխատակիցները հետաքրքրվում են, թե ինչ կապ կա օրինակ այդ անձանց միջև եւ ինչու են գալիս։ Եթե խոսքը գնում է երկարատև տեսակցությունների մասին, ապա այստեղ մի փոքր հետաքրքրությունը ավելի փոքրանում է, ինչը որտեղ երկարատև տեսակցության կարող են գալ միայն մերձավոր ազգականները եւ ամուսինը, եթե իրենք ունեն համատեղ երեխա։ Այլ անձանց պարագայում միայն կարճատև է թույլատրվում, ունեք ծանոթներ, բարեկամներ, չգիտեմ, հարևաններ եւ այլն։ Եվ այստեղ արդեն երբ որ գալիս է երկարատև տեսակցություն, առավել եւս մի քանի օր համատեղ բնակվելու իրավունքով, տրամաբանականը այստեղ հետաքրքրվում են, իսկ ինչու է այդ անձը գալիս։ Առավել եւս եթե լինեն ամուսնություններ։ Իհարկե չունենք նման տեղեկատվություն, որ դատապարտյալ կինն է ամուսնացել պատժի կրման ընթացքում, տղամարդկանց պարագայում պարբերաբար դա լինում է, բայց եթե ամուսինը գալիս է կնոջ մոտ կամ եթե ամուսինը, չնայած իրանք ԿԿԱԳ մարմիններով ամուսնացած չեն, բայց ներկայացնում է երեխայի ծննդյան վկայական, որտեղ որ երեխայի հայր նշված է ինքը իսկ մայր այլ դատապարտյալ կինը, ապա օրենքով սահմանված կարգով մինչև 3 օր տևողությամբ այդ երկարատև տեսակցությունը տրամադրվում է, բայց տրամաբանականը դատապարտյալները հետաքրքրվում են։ Ոնց ստացվեց, որ եկավ, ինչ եղավ եւ այլն, սկսում են արդեն կապել, նույն չգիտեմ, հղիությունը կամ մնացած այլ ֆիզիոլոգիական process-ներ այդ տեսակցությունների հետ եւ դա դառնում է ուսումնասիրության առարկա։ Այստեղ պետք է մի փոքր դիտարկել նաեւ հոգեբանական մասը, որովհետեւ կանանց պարագայում մայրանալու ցանկությունը երբեմն լինում է նաեւ գերակա եւ նրանք նման ցանկություն ունենալու պարագայում, եթե չեն ունենում հնարավորություն դա իրականացնել, դա ակամա կարող է ինչ-որ խնդիրներ առաջացնի միջանձնյա շփումների ժամանակ եւ նախանձի կամ ինչ-որ այլ հատկանիշի։ Օրինակ եղել են դեպքեր, երբ որ իմացել են, որ կինը դատապարտվել է երեխայի սպանության համար, օրինակ շատ բացասական էին վերաբերվում այդ կնոջը, մենակ փաստ ընդունելով, որ դու քո երեխային ես սպանել, այն դեպքում, որ շատ կանայք երազում են երեխա ունենալու։ Դա համար քանի որ շատ զգայուն թեմա է, նաև այդ թեմայի բովանդակությունն է ազդում այդ բամբասանքների, հետաքրքրությունների եւ այլ գործողությունների վրա։ Սահուն եկանք մոտեցանք մայրությանը բանտում, ընդհանրապես ինչպես է ընդունվում երեխան բանտում, երբ կինը դատապարտվում է հղի ժամանակ կամ արդեն ունի մանկահասակ երեխա եւ խնդիր է առաջանում երեխային իր մոտ պահել։ Նայեք, իրավական կարգավորումը հստակ է ասում, եթե կինը կատարել է ոչ մեծ կամ միջին ծանրության հանցագործություն եւ հղի վիճակում է, ապա նրա նկատմամբ կարող է պատժի հետաձգում կատարել։ Բայց եթե ինքը կատարել է ծանր առանձնապես ծանր հանցագործություն, ապա ինքը պատիժ է կրում քրեակատարողական հիմնարկներում, իհարկե նրա համար ստեղծում են հատուկ պայմաններ։ Նույն ձևով, երբ որ կինը արդեն ծննդաբերում է երեխային, կամ եթե կինը ունի մինչև 3 տարեկան երեխա, այսինքն այդ փոքր տարիքի երեխայի հետ իրանք կարող են միանգամից ընդունեն
քրեակատարողական հիմնարկ, եթե ինքը արդեն ներկայացնում է ծննդյան վկայականը կամ որևիցե այլ փաստաթուղթ, որտեղ որ հիմնավորվում է այդ կնոջ, այդ երեխայի մայր լինելու հանգամանքը։ Իհարկե մոր եւ մանկան սենյակներ են առանձնացված իրանց համար, որտեղ իրենք պատիժ են կրում եւ պատժի կրման ընթացքում մի փոքր բարելաված պայմաններ ունեն, այսինքն մշտական տաք եւ սառը ջրի առկայություն, տարբեր ինչ-որ մանկական պարագաներ, որոնք որ տրամադրվում են սոցիալական խնամքի հաստատություններին համապատասխան երեխաների չափաբաժինները հիմք ընդունելով եւ ավելին ասեմ, կա նաեւ որոշակի կուտակված գույք կամ հագուստներ, որոնք որ մնում են նախորդ երեխաներից, նախորդ դատապարտյալներից, որտեղ շատերը չեն տանում։ Իհարկե շատ դեպքերում երեխայի ծնունդը քրեակատարողական հիմնարկում ինքը ուրախություն է նաև դատապարտյալների ընկերուհիների համար եւ նրանք այսպես ասած շակերտավոր մորքուրների գործառույթ են կատարում այդ երեխային ինչ-որ մի փոքր նվեր, մի փոքր ինչ-որ շոր, հագուստ, խաղալիք, մանկական պարագա գնելու եւ նաեւ համատեղ այսպես ասած խնամքը իրականացնելու մասով դա եւ զբաղմունք է եւ դրական սոցիալական վարքագիծ է եւ նաեւ իրեն մայր եւ կարեւորված զգալու ձգտում, որովհետեւ ինքը սոցիալիզացիայի վրա շատ դրական ազդող գործոն է եւ եթե կինը իրոք զբաղվում է իր երեխայի խնամքով, դա շատ դրական ցուցանիշ է։ Իհարկե երեխան չի կարող շատ երկար այնտեղ մնալ, որովհետեւ երեխայի կյանքի զարգացման եւ այլ հատկանիշների տեսանկյունից գալիս է ինչ-որ մի պահ, որ երեխան պետք է դուրս գա այդ քրեակատարողական հիմնարկից եւ տարբեր պետություններում տարբեր ժամկետներ են նախատեսված 3 տարի, 4 տարի, 5 տարի, 6 տարուց ավել ոչ մի տեղ չկա, ավելին 6 տարին դա բավականին շատ վտանգավոր է, որովհետեւ երեխան արդեն շատ բան է գիտակցում եւ այստեղ երեխայի իրավունքների տեսանկյունից պետք է նայենք, որովհետեւ նա դատապարտյալ չէ, նա չպետք է գտնվի ինչ-որ փակ հաստատությունում, որտեղ շփումը խիստ սահմանափակ է եւ չպետք է մոռանանք, որ մինչեւ 7 տարեկանն է, որ երեխան ստանում է այն տեղեկատվության 80%-ը, որը հետագայում պետք է գալու իր ամբողջ կյանքում։ Երեխայի այդ վաղաժամ փուլը ինքը սոցիալիզացիայի տեսանկյունից շատ կարևոր է եւ ինքը պետք է հասկանա ում հետ է շփվում, ոնց է շփվում, ինչ եղանակով է շփվում եւ այլն։ Իհարկե, երբ որ արդեն երեխան հասնում է այն տարիքի, որ երեխան պետք է դուրս գա քրեակատարողական հիմնարկից, ապա հետեւյալ գործողությունն են կատարում։ Եթե կարողանում են, օրինակ, պահում են մինչև 5 տարեկան լրանալը, եթե մայրը մինչև 2 տարի բայց նման դեպքեր կարծես չի եղել, չէ, չի լինում։ Բայց օրենքը թույլ է տալիս, բայց այստեղ շատ կարևոր է, որ այդ դատապարտյալ կինն էլ գիտակցի, որ արդեն երեխայի լավագույն շահերից չի բխում հետայսու երեխայի այդտեղ մնալը։ Ավելի լավ է նա գտնվի ազատության պայմաններում, նա գնա սոցիալիզացիայի, նա գնա իր հասակակիցների հետ շփվելուն, որովհետև ինչքան էլ միաժամանակ օրինակ ունեցել են 3, 4, 5 երեխա, իրանք իրար մեջ շփվում են, դա այն բավարար սոցիալիզացիան չէ երեխայի համար, որը անհրաժեշտ է պատշաճ զարգացումը ապահովելու համար։ Ավելին ասեմ, երբ որ երեխան արդեն պետք է գնա այլ միջավայր, ապա կինը ունի ընտրության հնարավորություն։ Ինքը կարող է երեխային կամ տեղավորել իր մերձավոր ազգականների ընտանիքում, օրինակ տատիկ, պապիկը զբաղվեն, մորաքույրը եւ այլն, կամ կարող է երեխային տեղավորել պետական հաստատություն։ Ընդ որում ասեմ, որ այս առումով էլ մենք ունեցել ենք շատ դրական օրենսդրական նորամուծություն 2022 թվականին ընդունված քրեակատարողական օրենսգրքում, որը պրակտիկայում իրականացվել է։ Քանի որ հաստատությունները գտնվում են աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ենթակայության ներքո, իսկ դատապարտյալը գտնվում է Աբովյան քրեակատարողական հիմնարկում եւ այստեղ դժվարանում է տեսակցությունները մոր եւ երեխայի միջեւ կազմակերպվում են համապատասխան տեսակցություններ այդ երկու գերատեսչությունների համատեղ ջանքերով։ Ինչ են իրականացնում, տրամադրում են տրանսպորտային միջոց եւ հատուկ այդ հաստատություններում, մանկատներում գտնվող երեխաներին կոնկրետոր բերում են մայրերի հետ տեսակցությունների։ Իհարկե, օրենսդրությունը պարտադիր նախատեսում է, որ պետք է լինի հոգեբանի եւ սոցիալական աշխատողի աշխատանք, որպեսզի երեխաները նախապատրաստվեն, որովհետեւ տարբեր տարիքի երեխաներ ունենք, օրինակ վերջի տեսակցություններից մեկի ժամանակ սեպտեմբերին, որ տեղի էր ունեցել, երեխաներ կային 12-13 տարեկան էին եւ իրանց այո պետք է նախապատրաստել, թե ուր են գնում, ինչ
պայմաններում է, բայց այն, որ նման տեսակցությունները շատ դրական են ազդում թե կանանց, թե նրանց երեխաների վրա, դա միանշանակ է։ Ավելին կան նայեք երկարատև նախապատրաստվում են դրան, երեխային ինչ-որ մի փոքր նվեր, ուշադրություն, տեսնենք, խոսենք, շփվենք, ինչ կարելի է ասել։ Այդ իրավունքը ինչքան ժամանակը մեկ կարող են իրացնել երեխային տեսնելու։ Եթե չեմ սխալվում, 2 կամ 4 ամիսը մեկ։ Այդ օրենսգրքում պետք է նայել, որտեվ քննորամուծությունը, այսինքն կազմակերպվում է հենց այդ եղանակով։ Մենք հիմնականում խոսեցինք, ավելի ճիշտ դուք խոսեցիք դրական միջավայրի մասին, մորքուրների մասին, որ նվերներ են տալիս եւ այլն, սրա կողքին կան նաեւ պատմություններ, երբ ագրեսիվ ռեպլիկներ են լինում, իբր լավ տեղ ես եկել, երեխու տել ես բերել, կամ ավելին հայհոյող կամ վատ վարքի տեր կանայք են լինում այդ երեխայի շրջապատում եւ այդ վարքը երեխան անթորինակում, օրինակ տատիկներից մեկը ինձ պատմել, որ երեխան բավականին վատ վիճակում է դուրս եկել, շատ վատ հայհոյանքներ է սկսել տալ, վախեր է ունեցել ինչ-որ կոնկրետ դատապարտյալից, որը իրան հայհոյել է ու ինչ-որ սպառնացել է, որ կծեցի, այսինքն այս բաներն էլ կան դրա կողքին, ավելի ճիշտ առնվազն կային անցած տարի, այս մասով դուք հետևում եք, փոփոխություններ լինում են։ Նայեք, այն, որ 2 տարեկան առավել եւս աղջիկ երեխաները շատ արագ են սկսում խոսալ, ընկալել շրջապատը եւ նրանց լեքսիկոնը ձևավորվում է այն լեքսիկոնով, որ ինքը լսում է, դա միանշանակ է։ Եվ եթե ինքը լսում է հայհոյանքներ, եթե ինքը լսում է սպառնալիքներ, ժարգոն, տրամաբանականը ինքը սկսում է նաև այդ բառերը օգտագործել։ Եվ այո, ցավոք սրտի մենք ունենում ենք նման դեպքեր, երբ որ կինը իր երեխայի հետ գտնվելով ոչ այնքան բարենպաստ պայմաններում այդ բացասական զարգացումը գնում է նաև երեխայի մոտ։ Եվ երեխան հայհոյում է, վիրավորում է, ընդ որում շատ դեպքերում այսպես ասած տեղը տեղին, այսինքն ըստ իրավիճակի տալիս է գնահատական եւ այդ գնահատականին համապատասխան ինչ որ մի վատ բառ է եւ տեղը տեղին է դա ասում, այսինքն իրավիճակը գնահատում է եւ գնահատելով այդ իրավիճակը տեղը տեղին ինչ որ մի բառ է բացասական ավելացում եւ բնութագրում այդ իրավիճակը կամ դա իրականացնողին, այսինքն սա նշանակում է, որ երեխան արդեն գիտակցում է իր արժեհամակարգի տեսանկյունից, որ այս կամ այն երևույթը հարգի է, անհարգի է, ընդունելի է, անընդունելի է։ Սա արդեն կարևորվում է նրանով, որ աշխատողները, քրեակատարողական ծառայողները պետք է գիտակցեն եւ նվազեցնեն այդ շփումը, այսինքն մոր եւ մանկան սենյակները իրենք առանձնացված են եւ տրամաբանական է ամեն մի դատապարտյալ առավել եւս կանոնավորված, որտեղ կանոնավորվածները լրիվ առանձին են, նրանք չպետք է հասանելիություն եւ մուտք ունենան այդ իրավիճակին կամ մշտապես կարողանան շփվել այդ երեխայի հետ եւ իրանք պետք է գնահատեն որքանով է այս կամ այն դատապարտյալի առկայությունը բացասական անդրադառնում առաջինը երեխայի վրա, ինչու, որովհետև երեխան ինքը չունի որևիցե դատավարական կարգավիճակ, ինքը դատապարտյալ չի եւ նրա իրավունքների պաշտպանությունը պետք է դիտարկվի առաջնահերթ։ Եթե օրինակ դատապարտյալ կինը այս կամ այն հանգամանքներից ելնելով հարկադրված է գտնվել այդ միջավայրում, երեխան որևիցե ձևով հարկադրված չէ։ Ավելին, այդ միջավայրում հարկադրված գտնվելը դեռ չի նշանակում լսել հայհոյանքներ, վիրավորանքներ կամ պատիվն արժանապատվությունը նվաստեցնող այլ խոսակցություն, ինչ մնաց այդ խոսակցությունը սովորի նաև երեխան, որի համար դա միանշանակ անընդունելի մոտեցում է։ Լուծումը որն է, այսինքն իրենք հետևում են վերահսկողության ուժեղացում։ Իսկ օրինակ նույն բակը, որտեղ բոլորն են կիսում են իրար հետ։ Սա արդեն կազմակերպչական տեսանկյունից է։ Նայեք, ստեղ խնդիրը կայանում է նրանում, որ մենք ի սկզբանե ունենք չափից մեղ պայմաններ, Աբովյան քրեակատարողական հիմնարկում եւ ճիշտ է այնտեղ պետքա լինեն ըստ անվտանգության գոտիների թե խցեր թե կացարաններ, բայց մենք շատ լավ գիտակցում ենք, որ այնտեղ մեծամասամբ, այսպես ասած, զորանոցային պահվածք է, այսինքն մեծ տարածք, որտեղ տեղադրված են մահճակալները, դատապարտյալները ընդհանուր սենյակում կամ չփակվող սենյակներում են գտնվում, մուտքն ու ելքը հարաբերականորեն ազատ է, բայց դա չի նշանակում, որ չպետք է լինեն մեկուսացված տարածքներ, որտեղ մուտքն ու ելքը լինի արգելված։ Եվ անգամ կազմակերպ
վարչական տեսանկյունից, եթե երեխաները այնտեղ զբոսնում են, խաղում են, ապա մյուս դատապարտյալների առնչությամբ պետք է խիստ սահմանափակված լինի մուտքն ու ելքը, ավելին հաշվի առնելով նույն դատապարտյալի, երբեմն նաև երեխայի կարծիքը։ Մենք երեխայի իրավունքներից նայելուց պետք է հիշենք հետևյալը. ցանկացած տարիքի երեխա ունի իր կարծիքը արտահայտելու իրավունք։ Իհարկե նորածին երեխան չի կարող արտահայտել, բայց օրինակ 2 տարեկան երեխան արդեն կարող է։ Եվ ինչքան էլ ինքը վերբալ, ոչ վերբալ տարբերակով փորձում է բացատրել կամ չի ցանկանում գնալ ինչ-որ մեկին, չի թողում, որպեսզի իրան գրկեն, պատչեն եւ այլն, դա հենց իր կողմից ազդակներ են, որ երեխան այդ պարագայում ունի իր բացասական վերաբերմունքը, ինչով է դա պայմանավորված արդեն հարցի երկրորդ կողմն է, որով պետք է զբաղվեն հոգեբանը եւ սոցիալական աշխատողը, բայց մենք պետք է այդ պահին դա ընդունենք որպես փաստ եւ սահմանափակենք երեխայի շփումը այդ դատապարտյալի հետ։ Ավելին մենք պետք է չմոռանանք նաև հետևյալ հանգամանքը. երբեմն երեխաները կարող են լինել նաև սեռական ուշադրության օբյեկտ, ներառյալ նաև քրեակատարողական հիմնարկում։ Ինչքան էլ մանկապղծության մասին խոսելուց մենք միշտ օրինակներ ենք բերում, երբ որ տղամարդը ոտնձգություն է կատարում երեխայի նկատմամբ, մանկապղծությունը դա ունիվերսալ հասկացություն է, որը կարող է լինել նաև կանանց մոտ։ Եվ կանանց պարագայում ինքը շատ հաճախ լինում է քողարկված, որովհետև կինը ցույց է տալիս, որ խնամք է իրականացնում, փորձում է ինչ-որ ձևով օգնել այդ դատապարտյալ կնոջը մայրանալու այդ ծանր փորձությունը անցնելու, որտեղ ինքը ունի փորձառություն, ունեցել է երեխաներ, իսկ օրինակ այդ դատապարտյալի պարագայում սա առաջի ծննդաբերությունն էր, ինքը անփորձ է, բայց ինքը իրականում ունի որոշակի ենթատեքստ, որը եւ իրականացնում է այդ իրավիճակներում։ Դրա համար պետք է շատ զգույշ լինել, երբ որ մենք առհասարակ թույլ ենք տալիս այլ դատապարտյալների շփումը երեխաների հետ։ Իսկ Հայաստանում նման դեպքեր կամ բողոքներ եղել են, գոնե վերբալ տարբերական։ Դրա մասին չեն բարձրաձայնում, բայց միանշանակ պետք է ասել, որ քանի որ դա ծայրահեղ լատենտային իրավիճակ է, այստեղ մենք չենք կարող դրա մասին խոսելը դիտենք որպես փաստ։ Օրինակը կարող են բերել Ռուսաստանի Դաշնության օրինակով, որտեղ կա բավականին մեծ 3 առանձին ուղիչ գաղութներ, որտեղ որ կին դատապարտյալներ են գտնվում, այսինքն իրանք 3-ը բացառապես կանանց համար են նախատեսված, այնտեղ նման դեպքեր գրանցված եղել են, երբ որ անգամ քանի որ այնտեղ դոմմալյուտկի այսպես էր կոչվում, կային աշխատող կանայք, ովքեր որ ունեին պեդոֆիլական հակումներ, իրանք նաև այդ ընթացքում էին իրականացնում այդ գործողությունները։ Իրանք աշխատող էին նաև անազատության մեջ գտնվող անձային։ Ոչ, կային եւ նա կային եւ առանձին դատապարտյալներ, ովքեր օգնում են, եւ եղել է դեպք նաեւ աշխատող կին, ով որ աշխատում էր այնտեղ որպես դայակ երեխաների, բայց ուներ նմանատիպ հակումներ։ Եվ քրեական բարույթի շրջանակներում դրանք բարձվում են։ Դրա համար շատ զգույշ է պետք լինել, եւ մենք լինելով մարդ, մենք չպետք է դիտարկենք, որ եթե փաստ ոչ մի չի արձանագրվել այդ առումով, մենք այդ երևույթը չենք ունենալու։ Ուղղակի մեր մոտ ավելի լատենտային է եւ քիչ են խոսում։ Ես մոնիտորինգի եւ վերահսկողության վերաբերյալ եմ ուզում հարցս տալ, որքանով են այդ ամեն ինչը օբյեկտիվ, որքանով կարող ենք մենք օբյեկտիվ պատկեր ստանալ զրուցելով հենց դատապարտյալների կամ ընդհանրապես անազատության մեջ գտնվող անձանց հետ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ իրենք փակ տարածքում են, այլ անձանց վերահսկողության տակ են եւ հաճախ կարող են կամ ստիպված կարող են լինել չասել այն ամեն ինչը կա իրականում։ Նայեք, դա շատ անհատական է եւ կան անձինք, որ ինչքան էլ դուք անկաշկանդ պայմաններ ստեղծեք, միևնույն է ձեր հետ անկաշկանդ չեն շփվելու։ Եվ կան անձինք, որոնք որ բավականին անկաշկանդ կարող են խոսել, ներկայացնել, պատմել, այսինքն սա իրոք գալիս է անհատական հատկանիշներից։ Իհարկե փակ հաստատություն լինելու հանգամանքը ինքը իր ազդեցությունը ունենում է, եւ ինչքան էլ մենք խոսում ենք, որ ենթամշակույթ իրանք չունեն, իրանց մոտ մի փոքր այլ բարքեր են, մոտեցումները, չգիտեմ, ավելի շատ մինչ անձնային ընտանեկան հարաբերությունների նման են, որտեղ կա եւ կոնֆլիկտ, եւ կենցաղավարություն, եւ հակառակը ինչ որ մտերմություն, միևնույն է կան ինչ որ արժեքներ, որ իրանք բոլորը կրում են եւ ընդունում են եւ չեն փորձում ասել։ Օրինակ, եթե գիտեն, որ դրա հետևանքով ինչ որ բացասական ազդեցություն է լինելու բոլոր դատապարտյալների նկատմամբ, դրամաբանական է իրենք չեն խոսալու դրա մասին։ Ավելին նրանք շատ սպეციფიկ են վերաբերվում այդ նույն հարցազրույցի ընթացքում արկա իրավիճակներին եւ միգուցե
հմտությունները, որը որ պետք է ունենա հարցազրույցավարը, իրենք էլ իրենց ազդեցությունը կունենան։ Օրինակ եղել են դեպքեր, երբ որ կիներ եկել դատապարտյալների մոտ, իհարկե ոչ թե վերարտադրողական առողջությամբ, այլ լրիվ այլ հարցով հարցազրույց վերցնելու եւ ոչ մի կին նրա հետ չուզեցավ հարցազրույց ունենալ, ինչու որտեւ ինքը պճնված, քսված, ոսկեղենով, շատ այսպես հագած եւ բոլոր կին դատապարտյալները շատ բացասական էին դա ընդունել, ասում են ինքը հիմա ինչ է եկել իր հնարավորությունները ցույց տալու, որ մենք վատն ենք, անկարող ենք կամ չենք կարողանում իր այդ արտաքինը ունենանք կամ տենց շպարվենք գանք եւ իրանց մոտ այդ բացասական վերաբերմունքը մենակ իր արտաքին տեսքի պատճառով վերեց որ հարցազրույցը չիրականացվեց առհասարակ եւ հակառակը եղել են դեպքեր երբ որ նրանք շատ ջերմ նստել են զրուցել են ավելին երբեմն ասում են որ շատ բարի անձեր մենք մի փոքր թեթևացանք տենց տպավորություն էր ոնց որ չգիտեմ դստերս հետ խոսացի մամայիս հետ խոսացի որովհետեւ իրանց մոտ որոշակի նաեւ տենց հոգեհուզական վիճակներ են լինում առավել եւս եթե դատապարտյալ մի փոքր տարիքով մեծ կանայք են կամ տարեց կանայք են իրանց մոտ այդ շփման պակասը խոսալու արտահայտվելու կարիքը կա եւ իրանք հեշտությամբ խոսում են այսինքն դա իրոք շատ անհատական է իսկ կարողանում են բողոք իսկական բողոքները ներկայացնել նաեւ հենց վերարտադրողական առողջության հետ կապված ավելի լուրջ լինում են դեպքեր իհարկե որ իրանք բարձրաձայնում են բայց ասում են խնդրում եմ ոչ մեկին չասեք այդտեղ իրոք շատ լուրջ խնդիր է առաջանում որովհետև եթե նամանավան մասնագետն է շփվել դատապարտյալի հետ եւ ինքը զգում է որ պետք է արձագանքել այդ իրավիճակին այսինքն այդ իրավիճակը թողել ինքնահոսի անթույլատրելի է ստեղ գալիս է մի փոքր այդ բարոյականության խնդիրը որ էթիկական առումով անձը վստահել է կիսվել է բայց ի պաշտոնե կամ մասնագիտական գործունեության տեսանկյունից դու գիտակցում ես դրա արձագանքելու եւ ինչ-որ միջամտություն իրականացնելու անհրաժեշտությունը այստեղ արդեն պետք է պարզել թե որքանով կարելի է այդ անձին համոզել կամ նրա բացատրելով իրավագիտակցությունը ներկայացնելով դրական եւ բացասական կողմերը ցույց տալով բերել այն իրավիճակի կամ մակարդակի, որ ինքը ինքնուրույն որոշում կայացնի։ Եվ օրինակ եղել են դեպքեր, երբ որ հոգեբանի աշխատանքի միջոցով մարդը եկել է ինքնուրույն համոզման, որ պետք չի լռել, պետք է բարձրաձայնել եւ ներկայացնել։ Բայց իհարկե լինում են դեպքեր, որ անձին ասում են դա իմ գաղտնիքն է, թող ոչ մեկ չիմանա, դա ես ինքս կտնօրինեմ։ Առավել եւս, որ շատ դեպքերում դա բերում է նրան, որ անձնական տվյալները իրոք հրապարակվում են եւ իր գաղտնիությունը պահպանել չի ստացվում։ Վերադառնալով թերևս վերջին հարցն եմ տալիս այն դեպքերին, երբ բուժանձնակազմի կողմից է խնդիրը առաջանում իրավունքի ոտնահարման, մենք քննարկեցինք այդ տարբեր հարցերը եւ տարբեր իրավունքները, որոնք խախտվում են։ Ձեր տեսանկյունից ինչ պետք է արվի, որպեսզի նվազագույնի հասցվեն այս խախտումները։ Նայեք, այստեղ խնդիրը գալիս է բուժանձնակազմի առաջինը բարեխղճությունից եւ երկրորդը դատապարտյալների իրավունքների իմացությունից։ Բարեխղճության գործոնի հետ առնչվում են բոլոր անձինք, նաև ազատության պայմաններում գտնվող եւ եթե բախներս բերի մենք ընկնենք բարեխիղճ մասնագետի մոտ, մենք շատ գոհ կլինենք, շատ ուրախ կլինենք։ Եթե չբերի, լինի անբարեխիղճ մասնագետ, տվյալ դեպքում տուժում են բոլորը։ Բայց անկախ նրանից, թե ինչ մասնագետ է, այստեղ կին դատապարտյալների խոցելիությունը պետք է նրանք հաշվի առնեն եւ իմանան դրանց հետ վարվելու հատուկ մոտեցումներ։ Այսինքն երբեմն նույն բառը, որը որ կարելի է ասել մեկ այլ բուժառուին ազատության պայմաններում, կարող է շատ ծանր ընկալվի անազատության պայմանների մեջ գտնվող անձին։ Եվ կան պետություններ, որտեղ որ նախատեսված են հատուկ տրեյնինգներ այն անձնակազմի համար, ընդ որում խոսքը ոչ միայն բժիշկների, այլ նաև սոցաշխատողների, այլ հարակից ինչ-որ գործունեություն իրականացնող մասնագետների մասին է, ովքեր որ պետք է մտնեն քրեակատարողական հիմնարկ կամ ովքեր ի պաշտոնե շփվելու են դատապարտյալների հետ։ Դա սկսած օրինակ, չգիտեմ, այդ ռեգիստրատուրայում աշխատող սպասարկող անձնակազմից վերջացրած բժիշկով, որը որ իրականացնելու է վիրահատություն կամ ինչ-որ միջամտություն, իրենք պետք է շատ զգույշ խոսեն, առավել եւս այդ խոցելիության պարագայում հիշելով, որ ինքը անազատության մեջ գտնվող է։ Եվ կատակը, որը երբեմն բժիշկները իրանց թույլ են տալիս, իբրև թե իրավիճակը մեղմելու կամ այդ լարվածությունը նվազեցնելու նպատակով կարող է լինել շատ գռեհիկ,
կոպիտ եւ անտեղին, առավել եւս եթե խոսքը գնում է վերարտադրողական առողջության մասին։ Բացի դրանից մենք պետք է բուժանձնակազմի հետ պարբերաբար աշխատանքներ իրականացնենք այդ անձնական տվյալների գաղտնիությունը պահպանելու եւ չհրապարակելու վերաբերյալ։ Իհարկե մեր մոտ նույնացման խնդիրը շատ հեշտ է, առավել եւս դատապարտված կանանց պարագայում, ինչու որտեղ ունենք ընդամենը մեկ քրեակատարողական հիմնարկ, այնտեղ այդքան էլ շատ չեն դատապարտյալ եւ կալանավորված անձինք, առավել եւս ովքեր որ ունենում են առողջության հետ կոնկրետ ինչ-որ մի խնդիր եւ այլ նմանատիպ իրավիճակներ, բայց մաքսիմալ պետք է այդ տեղեկատվությունը չհրապարակվի եւ անգամ փոխանցելու դեպքում դա բխի միայն մասնագիտական կամ ծառայողական անհրաժեշտությունից։ Օրինակ, եթե մի բժիշկը չի կարողանում ամբողջական բուժում իրականացնել եւ ինքը պետք է մեկ այլ ոլորտային մասնագետ բժշկի հետ քննարկի դա միանշանակ թույլատրելի է, բայց ոչ թե դա լինի զուտ քննարկման ինչ-որ կամ խոսակցության առարկա։ Շնորհակալություն հետաքրքիր զրույցի համար։ Ձեզ էլ։ Շնորհակալություն, դուք դիտում լսում եք Մեծ գործ ոդքասթը, իմ հյուրը քրեական արդարադատության փորձագետ, իրավաբանական գիտությունների թեկնածու փաստաբան Դավիթ Թումասյանն էր։ Բաժանորդագրվեք եւ հետեւեք մեզ YouTube-ում, Facebook-ում եւ մյուս սոցիալական ցանցերում։ Շնորհակալություն։